դարձնի։ Գիտես, այսօր ուզում եմ կրկին անդրադառնամ Աստծո խոսքին։ Այսօր ուզում եմ Աստծո խոսքից միասին նայենք։ Այսօր ուզում եմ, որ մենք Աստծո խոսքից ճշմարտություններ վերցնենք մեզ համար, որովհետև հիշում եք, Հիսուսը երբ որ խոսում էր հրեա ժողովրդի հետ, նա մի հետաքրքիր բան ասաց, եթե դուք իմ աշակերտները լինեք, դուք կճանաչեք ճշմարտությունը ու այդ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Այսօր ով որոշում ունի ձեզանից, որ ինքը Հիսուսի աշակերտն է։ Եթե դու Հիսուսի աշակերտն ես, այսօր ես քո հետ ուզում եմ բաժնեկցեմ Աստծո ճշմարտություններից, որը ինձ ու քեզ կազատի, որը ինձ ու քեզ ավելի կմոտեցնի Աստծուն, որը ինձ ու քեզ ավելի արդյունավետ ու ավելի զորավոր կդարձնի այն գործի մեջ, այն կանչվածության մեջ, որի համար ես ու դու կանչված ենք։ Դու գիտես, որ դու կանչված ես։ Դու ուղղակի միամիտ չի, որ դու ստեղ ես, դու իմիջիալոս չի, որ ստեղ ես, հենց հենց չի, որ դու ստեղ ես։ Մեր Վահան ախպեր այսօր եկել է ստեղ, գիտեք ինքը եկել է Ռոստովից, ինքը Աստծո փափագ ունի, Աստծո ծարավն ունի, որովհետև կարար եկել էր գործերով, կարար մտածել դե լավ, մի կիրակի էլ չմասնակցեմ, բայց երբ որ մարդու ներսում, գիտեք, ես այնքան եմ սիրում նման մարդկանց, որ կապ չունի որտեղ են, կապ չունի ինչ հանգամանքների մեջ են, իրանք փնտրում են Աստծուն։ Հենց այնպես չի, որ ինքն էլ ստեղ է, հենց այնպես չի դու ստեղ ես, դու եկել ես Տիրոջ խոսքը լսես, Տիրոջ խոսքը վերցնես։ Ու այսօր գիտեք ուզում եմ խոսամ աղոթքի մասին։ Գիտեք շատ ենք խոսում աղոթքի մասին, բայց աղոթքի մասին խոսողները շատ են, բայց աղոթողները քիչ են։ Գիտեք միգուցե մարդիկ դադարում են աղոթել նրա պատճառով, որ իրանց աղոթները չի պատասխանվում, հուսահատություն է գալիս, հիասթափություն է գալիս մարդու կյանքի մեջ։ Դες երբ որ ինչ-որ մի բան անընդհատ դու ուզում ես ու դրան չես հասնում, ինչ-որ մի պահի գալիս է, որ դու սկսում ես հիասթափվել, չէ, հուսահատություն է գալիս, հիասթափություն է գալիս, էլ դու չես ուզում դրան անդրադառնալ։ Այսօր ուզում եմ մենք նայենք այն խոչընդոտներին, ինչի պատճառով հնարավոր է, որ չպատասխանվենք։ Բայց Աստված, ես ուզում եմ նայեմ մյուս կողմից, որ մենք տեսնենք Աստված ինչ ձև է ուզում, որ մեր աղոթները լինեն, որ ինքը պատասխանի։ Երեմիա մարգարեության մեջ Աստված մի հետաքրքիր բան է խոսում, ասում է կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ, եւ ես քեզ մեծամեծ բաներ կսովորեցնեմ։ Գիտեք, Աստված բազմիցս ինքը ցույց է տալիս, որ իր կամքը, ինքը անընդհատ իր ամբողջ Աստծո խոսքի, Աստվածաշնչի ամբողջ երկայնությամբ մենք տեսնում ենք Աստծո փափագը, որ Աստված ուզում է մեզ պատասխանի։ Աստված ձգտում ունի մեր աղոթներին պատասխանի։ Աստծո կամքն է, որ մենք լսելի լինենք իր կողմից ու պատասխանվենք։ Գիտես, երբ որ դու պատասխանվում ես, քո ներսում գալիս է ուրախություն։ Երբ որ Աստված քեզ պատասխանում է, քո աղոթներին պատասխանում է, քո հավատքդ բարձրանում է։ Դու ավելի եռանդով ես սկսում աղոթել, ավելի շահագրգռված ես, որովհետև դու գիտես, որ պատասխանում ես։ Ու գիտես, այսօր ուզում եմ մի քանի ճշմարտություններ տամ քեզի, որոնք որ քեզ ավելի կհաստատեն աղոթքի մեջ գնալու։ Տեսեք, սկսենք Մատթեոս ավետարանից։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 7-8 խոսքերը, գիտեք, սա լեռան քարոզի շարունակությունն է։ Մատթեոս ավետարանի 5-6-7-րդ գլուխները դրանք լեռան քարոզն է, երբ որ Հիսուսը լեռան վրա խոսում էր, երանելիների մասին էր խոսում, Հիսուսը խոսած աղոթքի մասին, խոսած ողորմության մասին, Հիսուսը խոսած ճիշտ հարաբերությունների մասին, Հիսուսը խոսած ծոմապահության մասին, ու ստեղ մի հետաքրքիր բան ասում 7-րդ խոսքում ասում է խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ։ Տեսեք, Հիսուսը հստակորեն սահմանում է մի ճշմարտություն, որ եթե դու խնդրես, դու ստանալու ես, եթե դու փնտրես, դու գտնելու ես, եթե դու թակես, քեզ բացվելու է։ Ասում է 8-րդ խոսքում ասում է, որովհետև ամեն խնդրողը առնում է, եւ ամեն որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացվի։ Տեսեք, սա Աստծո խոստումն է իմ ու քո համար։ Սա մի հատ հիմք է, որի վրա ես ու դու աղոթքի ժամանակ պիտի կանգնենք։ Սա մի հաստատություն է, սա մի վեմ է, որի վրա ես ու դու պետք է կանգնենք մեր աղոթքի ժամանակ։ Երբ որ ես աղոթքով գալիս եմ, ես վստահ պիտի լինեմ, որ իմ խնդրվածքս լսվում է ու պատասխանվում է։
Երբ որ ես փնտրտուքի մեջ եմ, ես պետք է վստահ լինեմ, որ Աստված ինձ կօգնի ես գտնեմ։ Երբ որ ես թակում եմ, ես վստահ պետք է լինեմ, որ Աստված ինձ կօգնի, որ բացվեն են դռները։ Այն ամեն տեղերը, որտեղ որ փակ են, կբացվեն։ Բայց արի ու տես, որ չնայած այս ամեն ինչ, ինչ որ կատարում է, ժամանակ է լինում, որ մեր աղոթքները չեն պատասխանվում։ Ու մեզ թվում է, որ Աստված մեզ չի լսում։ Գիտեք, ես միշտ ասել եմ, երբ որ մեր աղոթքները մեզ չեն պատասխանվում, դա չի նշանակում, որ Աստված չի պատասխանել։ Աստված ժամանակ առ ժամանակ ասում է ոչ։ Ոչ թե նրա համար, որ ինքը չի ուզում տա մեզ, այլ նրա պատճառով, որ նա գիտի մեզ ավելի լավ։ Ես լինելով 7 երեխեքի հայր, ես լավ գիտեմ իրանց խնդրվածներից որը անեմ, որը չանեմ։ Ես գիտեմ ինչն է իրանց վնասում, իրանց խնդրվածներից ինչը իրանց կվնասի և ինչը իրանց չի վնասի։ Ու գիտեք այնքան հետաքրքիր է, որ Աստված ինքը լինելով մեր հայրը, ինքը գիտի մեզ ոնց պատասխանի։ Դրա համար ինքը իր խոսքի մեջ մեզ սովորացնում է ինչ ձևի լինեն մեր աղոթքները, ինչ ձևի լինեն մեր խնդրվածները, որպեսզի դրանք պատասխանվեն։ Ով է ուզում, որ իր աղոթքը պատասխանվի։ Ով է ուզում, որ ինքը միշտ լսելի լինի։ Ով է ուզում, որ դեռ հələ իր շուրթերը չբացած, Աստված խոսա իր հետ։ Գիտեք, կա սրտի մի հատ դիրք, որը որ կարող խնդիրներ առաջացնի։ Բայց Աստվածաշունչը մեզ ցույց է տալի ու սովորացնում է ոնց շտկենք, ուղենք մեր սրտի դիրքը, որ մեր աղոթքները իրանք արդյունավետ լինեն, որ մեր աղոթքները պատասխանվեն։ Նորից եմ ասում, Աստված շահագրգռված է ինձ ու քեզ պատասխանի, բայց Աստված ուզում է ինձ ու քեզ սովորացնի ճիշտ աղոթք բարձրացնել։ Ուզում եմ նայենք իրար հետ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Հիսուսը խոսում է աշակերտների հետ, Հիսուսը խոսում է հրեա ժողովրդի հետ ու գիտեք մի հետաքրքիր բան ասում, ասում է, եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք կխնդրեք եւ կլինի ձեզ։ Տեսեք, Հիսուսն ասում է, եթե դուք մնաք իմ մեջ ու իմ խոսքերը բնակվեն ձեզանում, ինչ որ ուզեք կարող խնդրեք։ Ու այդ ամենը կտրվի ձեզ։ Գիտեք, Հիսուսը մի հատ գաղտնիք է բացում։ Ստեղ շատ մեծ գաղտնիք կա։ Լինել նրա ներկայության մեջ ու նրա խոսքը մեր մեջ։ Գիտեք ինչի համար է Հիսուսը առաջարկում իր ներկայության մեջ լինել ու իր խոսքը մեր մեջ պահել, որովհետև Աստծո ներկայության մեջ լինելով ես ու դու սկսում ենք ձևավորվել որպես անձ։ Սկսում ենք փոխվել, սկսում ենք կերպարանափոխվել։ Երբ որ դու գալիս ես Աստծո ներկայության մեջ, գիտես ինչ է տեղի ունենում, Աստծո լույսը գալիս է քո վրա, Աստծո լույսը, Աստծո սրբությունը գալիս է քո բնավորության վրա, գալիս է քո հին մարդու վրա, ու դու սկսում ես տեսնել այն ամենը, ինչը որ Աստծո խոսքին համապատասխան չի։ Երբ որ Աստծո խոսքը քո մեջ է, այդ խոսքը քեզ սկսում է ներսից մաքրել։ Այդ խոսքը սկսում է ձևավորել իմ ու քո մեջ ճիշտ բնավորություն։ Սկսում է Սուրբ Հոգու պտուղները բարձրացնել իմ ու քո մեջ։ Այդ ժամանակ արդեն մեր աղոթքի ձևն է փոխվում։ Փոխվում է մեր մտածելակերպը, փոխվում է մեր հասկացողությունը, փոխվում է մեր պատկերացումները, փոխվում է մեր ցանկությունները, փոխվում է մեր ձգտումները, փոխվում է մեր աղոթքի ձևը, փոխվում է մեր աղոթքի որակը, փոխվում է մեր աղոթքի հետ կապված վերաբերմունքը։ Մենք արդեն եսակենտրոն կարգավիճակից տեղափոխվում ենք դեպի աստվածակենտրոն, տեղափոխվում ենք դեպի քրիստոսակենտրոն կյանքի։ Մենք արդեն դադարում ենք խնդրել բաներ, որոնք որ մենք ենք ուզում։ Հիշում եք Հակոբոսը մի հետաքրքիր բան ասում, ասում է չունեք, որովհետև չեք խնդրում։ Երբ որ խնդրում եք, այդ ժամանակը չունեք, որովհետև չար բաների համար եք խնդրում, ձեր խնդրվածքի հիմքում ընկած է այն, որ դուք վատնեք ձեր ցանկությունների մեջ։ Բայց Հիսուսը ստեղ առաջարկում է ինձ ու քեզ, ասում է, արի ու բնակվի իմ ներկայության մեջ ու իմ խոսքը թող մնա քո մեջ, որ քո խնդրվածքները ճիշտ լինեն, որ քո խնդրվածքները լինեն ավելի աստվածակենտրոն, որ այն ինչ որ դու խնդրում ես, դրանք ավելի կարևոր լինեն։ Տեսեք, վատ չի, որ ես ու դու խնդրենք մեր համար, վատ չի, որ ես ու դու մեր կարիքի համար գանք Աստծո ներկայության մեջ, բայց ավելի կարևոր է, որ մենք ավելի բարձր դասենք այն, ինչ որ աստվածակենտրոն է, ինչ որ աստվածապաշտ է։ Գիտեք, ժամանակ կա, որ
Պետք է ես ու դու աղոթքի մեջ կանգնենք քաղաքի համար, աղոթքի մեջ կանգնենք երկրի համար, աղոթքի մեջ կանգնենք մարդկանց փրկության համար, մարդկանց հոգիների ազատագրման համար, մարդկանց բժշկության համար, բայց քանի որ մենք Աստծո ներկայության մեջ քիչ ենք լինում, Աստծո խոսքին ժամանակ քիչ ենք տրամադրում, մեր աղոթքները կենտրոնացած են մեր վրա։ Տեր ապահովի ինձ, Տեր տուր ինձ բնակարան, Տեր տուր ինձ մեքենա, Տեր սա արա իմ համար, նա արա իմ համար, նա արա իմ համար։ Բայց երբ որ ես ու դու Աստծո ներկայության մեջ ենք, Աստված մեզ իր ներկայության մեջ եղած ժամանակ ցույց է տալիս բաներ, որոնք որ ավելի կարևոր են։ Տեսեք, Մովսեսը իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը երբեք չկենտրոնացավ իր վրա։ Ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում կենտրոնացած էր ժողովրդի հոգսերի համար։ Հենց Աստված ուզում էր ժողովրդին վերացնել, քանի անգամ կարդացել եք, չէ՞, քանի անգամ Աստված որոշեց, որ այս ժողովրդին բնաջնջեն, ոչնչացնեմ, մի նոր սերունդ բարձրացնեմ, մի նոր ազգ բարձրացնեմ։ Ամեն անգամ գիտեք ինչ էր կատարվում, Մովսեսը երեսի վրա ընկնում էր Աստծո առաջ, գիտեք, Աստծո ներկայության մեջ լինող մարդը, Աստծո խոսք իր մեջ ունեցող մարդը Աստծո սիրտը մխիթարող է։ Գիտեք Մովսեսը ոնց էր Աստծուն մխիթարում։ Մովսեսը խոնարհվում էր Աստծո առաջ, ասում էր Տեր, գիտեք Մովսեսը իր մասին չէր մտածում, չնայած որ ես լուրջ եմ ասում, եթե ես լինեի Մովսեսի տեղ, չէ՞, ու այդքան բան, որ իմ գլխին աներ այդ Իսրայել ժողովուրդը, ես միգուցե համաձայնվեի Աստծո հետ, ասեի հա Աստված ջան, ոչնչացրու։ Բայց ամեն անգամ Մովսեսը ասում էր Տեր, եթե դու այս ժողովուրդը վնասես, միգուցե Եգիպտացի կասեն դուրս հանեց ու չկարողացավ այդ ժողովուրդը պահի, անապատում ոչնչացրեց։ Տեսեք, Աստծո ներկայության մեջ մարդու սիրտը ճիշտ աղոթք է բարձրացնում։ Մովսես ամեն անգամ խոնարհվում էր։ Աբրահամին նայենք, ժողովուրդ, Աբրահամը Աստծո հետ վարվում էր, ու երբ որ Աստված որոշեց Սոդոմն ու Գոմորը վերացնի, Աբրահամը Աստծո հետ դիսկուսիայի մեջ մտավ, սկսեց առևտուր անել, սկսեց թվեր ասել, միգուցե 50 լինի, միգուցե 40, միգուցե 30, Աստված տեսավ Աբրահամի սիրտը, ասեց Աբրահամ, եթե 10 լինի, չեմ վերացնի, բայց 5 էլ չկար։ Տեսեք, Աստծո ներկայության մեջ լինող մարդը, Աստծո խոսքը իր մեջ պարունակող մարդը ինքը Աստծո սիրտը մխիթարող է, ու նման մարդու աղոթքները պատասխանվում են, նման մարդու աղոթքները լսելի են, նման մարդուն Աստված շատ շուտ պատասխանում է, գիտեք ինչ, որպեսզի այդ մարդը ավելի արդյունավետ լինի, ավելի հավատքի մեջ զորավոր լինի։ Իսկ ոնց կարելի է դա լինել։ Դա կարելի է ունենալ Աստծո ներկայության մեջ գնալով, Աստծո հետ հարաբերություն ունենալով, Աստծո խոսքի մեջ Աստծուն փնտրելով։ Գիտեք, մենք Աստծո խոսքի մեջ պիտի փնտրենք Աստծուն։ Մենք Աստվածաշնչի մեջ պետքա տեսնենք Աստծուն։ Մենք Աստվածաշնչի մեջ պետքա տեսնենք Աստծո բնավորությունը, տեսնենք Աստծո վարվելակերպը, գործելաձևը, Աստծո կամքը տեսնենք։ Այդանք առաջ Հովանես Ավետարան, կներեք, Հովանեսի թուղթ, առաջին Հովանես 5-րդ գլուխ 14-15 համարները։ Տեսեք, Հովանեսը ինքը մի հետաքրքիր բան ասում, քանի որ ինքը ականատես էր եղել այդ խոսքերին, Հիսուսի խոսքերին, ինքը իր թղթերի մեջ էլ շարունակում է այդ թեման։ Տեսեք, ասում է, եւ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան։ Տեսեք, յուրաքանչյուրս պետք է համարձակություն ունենանք։ Ես սկզբից կարդացի, չէ՞, ծառայության սկզբից կարդացի, քանի որ մի քահանայապետ ունենք, որ ամեն բանի մեջ փորձված է, մենք համարձակությամբ գալիս ենք նրա շնորհքի գահի առջև։ Տեսեք, ստեղել ասում է, սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Տեսեք, հաջորդ բանը, որ ինչը մեզ տալիս է հնարավորություն ու համարձակություն, տալիս է համոզվածություն, որ կպատասխանվենք, առաջինը նրա ներկայության մեջ լինել ու նրա խոսքի մեջ լինելն է։ Երկրորդը, որ երաշխավորում է մեր աղոթքի պատասխանվելը, որ Աստծո կամքի համաձայն խնդրենք, որովհետև խոսքն ասում է, շարունակության մեջ ասում է, եւ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածները, որ խնդրեցինք նրանից։ Երբ որ սիրելիներս, ես ու դու Աստծո կամքի համապատասխան ենք խնդրում, մենք համարձակությամբ ենք խնդրում։ Եղել է քո մոտ ժամանակ, երբ որ դու աղոթել ես ու զգացել ես քո ներսից մի sense յուրահատուկ համարձակություն։
Մի յուրահատուկ համոզվածություն, որ դու պատասխանվելու ես։ Դու քո ներսով զգացել ես, որ քո աղոթքը Աստծո կամքին համաձայն է ու ավելի սենց բանով ես խնդրել, ավելի ջիգարով ես խնդրել, ավելի եռանդով ես խնդրել։ Տեսեք, որովհետև քո ներսից մի բան է բարձրացել, որ դա այն ինչ որ դու խնդրում ես Աստծո կամքին է համապատասխանում Աստծո կամքին։ Իսկ ո՞նց կարանք սիրելիներս մենք իմանանք որն է Աստծո կամքը։ Մեզ պետք է Աստծո կամքը իմանալ։ Աստծո կամքը իմանալու համար սիրելիներս Աստծուն ճանաչել է պետք։ Աստծո կամքը իմանալու համար Աստծո բնավորությունն իմանալ է պետք։ Աստծո կամքը ճանաչելու համար ինձ ու քեզ պետք է հասկանալ տվյալ պարագայում Աստված ինչ կաներ։ Տեսեք, կա ժամանակ, երբ որ մարդիկ խնդրում են ու մենք էլ եղել է, չէ, որ խնդրել ենք, բայց մենք մեր ներսում տեսել ենք, որ սխալ է մեր խնդրվածքը, դա հեչ էլ չի համապատասխանում։ Եղել է, որ ինչ որ մեկը քեզի շատ լուրջ վնաս է հասցրել, վիրավորել է, ցավացրել է, ու հələ հիշի քո աղոթքը ինչ ա եղել։ Տեր նախատի, Տեր հանդիմանի, չէ, Տեր ինչ որ մի վնաս արա, չէ։ Ու հետո դու քո ներսում զգացել ես, որ էդի հեչ էլ Աստծո կամքը չի։ Ու հետո Աստծո խոսքի մեջ դու տեսել ես, որ գրված է աղոթք արեք ձեզ հալածողների համար, բարիք գործեք ձեզ չարիք անողների համար, օրհնեցեք ձեզ անիծողներին։ Տեսեք, երբ որ մենք Աստծո դրա համար Հիսուսն ասում էր մնացեք իմ խոսքի մեջ, մնացեք իմ ներկայության մեջ, թող իմ խոսքը բնակվի ձեր մեջ, որովհետև այդ խոսքը մեր ներսից կբարձրացնի Աստծո կամքը։ Աստծո խոսքն է, որ մեզ սովորեցնում է Աստծո կամքը։ Աստծո խոսքն է, որ մեզ ցույց է տալիս տվյալ պարագայում որն է Աստծո կամքը։ Ու այդ ժամանակ մեր աղոթքները Աստծոն հաճելի են, այդ ժամանակ մեր աղոթքները Աստծոն լսելի են։ Ու երբ որ մենք գիտենք, որ դա իր կամքն է, այդ ժամանակ մենք սկսում ենք համարձակությամբ աղոթք անել։ Այդ ժամանակ մենք սկսում ենք զորավոր աղոթքներ բարձրացնել։ Աստծո կամքը ոնց ես ու դու ճանաչենք, թույլ տանք, որ Աստծո Սուրբ Հոգին ինձ ու քեզ տանի Աստծո սրահները, տանի Աստծո ներկայության մեջ, որպեսզի Աստված խոսի մեր սրտի հետ։ Գնանք առաջ, առաջի Հովհաննես 3-րդ գլուխ 21-23 համարները։ Գիտեք, շատ հետաքրքիր է։ Ասում եմ, սիրելիներ, եթե մեր սրտերը չմեղադրեն մեզ, համարձակություն ունենք առ Աստված։ Տեսեք, այս խոսքը, այն խոսքին լրացնող է, որ ասում է համարձակություն ունենք, երբ որ Աստծո կամքի համաձայն ենք աղոթքանում, գիտենք, որ պատասխանվում ենք։ Ստեղ ասում է, եթե ձեր սրտերը չմեղադրեն մեզ։ Եղել է, որ դու Աստծո ներկայության մեջ կանգնած ես եղել ու քո ներսում, ներսից դու զգացել ես, որ ինչ որ մի բան քեզ անհանգստացնում է։ Ինչ որ մի բան դու հասկանում ես, որ այն չի, քո աղոթքի մեջ, քո պահվածքի մեջ, քո վարքի մեջ, քո արածի մեջ ինչ որ մի բան այն չի։ Ու դա արդեն ինձ ու քեզ տանում է նրան, Աստված թույլ է տալի նման բաները, որ մենք քննենք մեր ներսը, մեր ներսում տենանք համապատասխանում ենք մենք Աստծո կամքին, թե չէ։ Այսեք ասում եմ, երբ որ մեր սրտերը մեզ չմեղադրեն, այդ ժամանակ մենք համարձակություն ունենք։ Դրա համար շատ կարևոր է նաև աղոթքի ժամանակ, սիրելիներ, մենք ուշադրություն դարձնենք մեր ներսի վիճակին, մեր սրտի դիրքին ուշադրություն դարձնենք։ Մեր անձին նայենք, ինչ է մեր ներսում կատարվում, մեղադրումը արդյոք մեր աղոթքի ժամանակ մեր ներսում անհանգստություն է, թե հանգստություն է։ Երբ որ ես ու դու ինչ որ մեկի համար աղոթք ենք անում, ու մեր աղոթքի ձևը սենց է, նո ավելի շատ մեղադրական է, ավելի շատ այդ մարդու համար փոխանակ այդ մարդու մեղքերի թողություն խնդրենք Աստծուց, Աստծո ողորմությունը խնդրենք, ավելի շատ Աստծո բարկությունն ենք խնդրում այդ մարդու կյանքի մեջ, ուշադրություն դարձնենք մեր ներսին։ Ու տեսեք շարունակություն ասում է, եւ ինչ որ խնդրենք, կառնենք նրանից, որովհետեւ նրա պատվիրանքները պահում ենք եւ նրա առաջին հաճո եղածը անում ենք։ Եվ սա է նրա պատվիրանքները, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին եւ իրար սիրենք, ինչպես նա պատվիրանք տվավ մեզ։ Տեսեք, հաջորդ բանը, որ իմ ու քո աղոթքը ավելի արդյունավետ է դարձնում, ավելի զորավոր է դարձնում, պատասխանվող է դարձնում, Տիրոջ պատվիրանը պահենք, որ նա պատվիրանը հիշենք
Հավատանք նրա որդու անվանը, հավատանք Հիսուս Քրիստոսին ու գնանք Աստծուն հաճելի բաներ անելու մեջ։ Երբ որ ես ու դու հավատում ենք Քրիստոսի անվանը, երբ որ իմ ու քո գործողությունները, գիտեք, որ դու կարաս շատ հեշտ, շատ հանգիստ քո ներսով զգաս, այն ինչ որ դու անում ես, դա Աստծուն հաճելի է թե չէ։ Ու այդ ժամանակ, երբ որ դու ներսից տեսնում ես, որ դա հաճելի է Աստծուն, չէ, դու համարձակություն ունես, դու ձերձնավենյա ունես, գաս Աստծո առաջ խնդրես Աստծոց, ու Աստված պատասխանում է, որովհետև դու քո կողակցին սիրում ես, որ ինչպես Հիսուս ասաց, սիրեք ձեր եղբայրներին, սիրեք ձեր քույրերին, սիրեք ձեզ հետ եղող մարդկանց։ Շատ կարևոր է սա, սիրելիներս, շատ կարևոր է, որ ես ու դու մեր աղոթքի մեջ Հիսուսի անունով գանք։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ կա մի անուն եւ երկնքում եւ երկրի վրա, ու բացի այդ անունից ուրիշ ոչ մի անունով ոչ մեկ չի կարա մոտենա Աստծուն։ Թեկուզ ես այսօր բազում կրոններ կան, թեկուզ եւ այսօր բազում անուններ կան, որոնք փորձում են Աստծուն մոտեցնելու ճանապարհ դառնան, բայց կա միայն մեկ անուն, որով ես ու դու կարանք մոտենանք Աստծուն, դա Հիսուս Քրիստոսն է։ Միակ մի անվանը հավատալով ես ու դու կարանք նրա ներկայության մեջ մտնենք։ Հովհաննես Ավետարան 16-րդ գլուխ 23-24 համարները, սիրելիներս։ Հովհաննես Ավետարան 16, 23, 24 համարները։ Եվ այն օրը ոչինչ չեք հարցնել ինձ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ հորիցը խնդրեք իմ անունով կտա ձեզ։ Տեսեք, ասում եմ, եւ այն օրը ոչինչ չեք հարցնի։ Գիտեք սա ինչ օրվա մասին է խոսում։ Հիսուսը խոսում է այն օրվա մասին, որ ինքը արդեն մեռելներից հարություն առած կլինի։ Հիսուսը խոսում է այն օրվա մասին, որ ինքը հարության զորությամբ եկած կլինի ու բոլորը կտեսնեն, որ երկնքում ու երկրի վրա միայն մեկ անուն գոյություն ունի։ Ասում է, այդ օրը արդեն էլ դու ոչ մի բան չեք խնդրի, ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ հորիցը խնդրեք իմ անունովը կտա ձեզ։ Որովհետև ասում է, այդ ժամանակ, գիտեք, երբ որ ես ու դու Հիսուսին տեսնում ենք հարության կարգավիճակում, մենք տեսնում ենք հարության զորությամբ, մենք հասկանում ենք, որ դա հենց նա է։ Հիսուսը խոսալով աշակերտների հետ, ինքը մատնանշում էր այն, որ այդ օրը էլ ձեզ պետք չի լինի, որ ինչ-որ մեկը ձեզ համոզի, որ ես եմ Մեսիան։ Դուք արդեն կիմանաք ով եմ ես, ու դուք արդեն հորը կմոտենաք իմ միջոցով։ Որովհետև Իսրայել ժողովուրդը Աստծուն մոտենում էր Մովսեսի օրենքով, չէ՞։ Ինչ որ ծիսակատարությունների միջոցով էին փորձում մոտենալ, զոհաբերությունների, որովհետև Մովսեսի օրենքն էր տենց ասում, որ ոչ մեկ չի կարող Աստծուն մոտենա առանց զոհերի։ Պետքա ողջակեզ լիներ, պետքա խաղաղության զոհ մատուցվեր, պետքա հացի ինձա մատուցվեր, պետքա մեղքի պատարակ մատուցվեր։ 5 տեսակի զոհ կար, որ Իսրայելը, որ քահանաներն անում էին, մինչև որ մարդը կմոտենար Աստծուն։ Ու էտել նույնիսկ այդ ամենից հետո մարդն անձամբ Աստծո ներկայության մեջ չէր կարա մտներ։ Հնարավորություն ուներ Աստծո ներկայության մեջ մտներ քահանայապետը տարին մեկ անգամ։ Այդ բոլոր զոհերի միջոցով ու ամբողջ տարվա ընթացքում այդ բոլոր զոհերը պիտի անեին։ Երբ որ կարդում ես Ղևտացիների թուղթը, դու տենում ես, որ ամեն մի բանի համար, որ երբ որ մարդ ուզում էր գալ Աստծո ներկայության մեջ, ինքը պետքա բոլոր այդ զոհերի կարգերը պահեր։ Ամենավերջում էլ մեղքի պատարակ մատուցեր, նոր դրանից հետո քահանան իր համար մտնում էր Աստծո ներկայության մեջ, որպեսզի պատասխան ստանար։ Բայց այստեղ Հիսուսը ասում է, որ երբ որ այդ օրը գա, երբ որ ես հարություն առնեմ, դուք տեսնեք ինձ հարության զորությամբ, դուք արդեն համոզված կլինեք, որ ես եմ այն Աստվածը, որը պիտի գար, մարդանար, մահանար, խաչվեր, մահանար ու հարություն առներ, ու դրա միջոցով մեղքերի թողություն լիներ։ Ու ասում է, այդ օրը արդեն դուք կսկսեք իմ անունով խնդրել։ Ու տեսեք 24-րդ խոսքը ասում է, մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով։ Խնդրեցեք եւ կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Գիտեք, այսօր շատ մարդիկ
Այս վերջերս լսում էի Սևակ Բարսեղյանին, գիտեք, մի անգամ հետաքրքիր բան ասաց, ասում է, երբ որ դու փողոցով քայլում ես, երբ որ մարդկանց ասում ես Աստված քեզ օրհնի, շատ հանգիստ իրանք ընդունում են դա, շատ հեշտ ընդունում են, բայց երբ որ դու Աստծո փոխարեն ասում ես Հիսուսը քեզ օրհնի, արդեն խնդիր է մարդկանց մոտ առաջանում, որովհետև մարդիկ այդքան էլ չեն ուզում Հիսուսի հետ հարաբերվեն։ Մարդկանց լավ է Աստված հասկացողությունը, որովհետև Աստված հասկացողությունը այս աշխարհի համար գլոբալ է, որովհետև բոլոր կրոններն ունեն Աստված։ Բայց երբ որ արդեն շեշտադրվում է Հիսուսի անունը, արդեն խնդիր է, որովհետև մարդիկ արդեն պետքա գան մի կարգավիճակի, որ մենակ Հիսուսով Աստծո մեջ գալը, մենակ Հիսուսով է փրկությունը, մենակ Հիսուսով է պատասխանվելը։ Տեսեք, ստեղ ասում է, մինչև այսօր իմ անունով ոչինչ չխնդրեցիք։ Գիտեք, այսօր կան մարդիկ, որ մտածում են, որ իրանք այնքան բան ունեն Աստծո համար արած, որ Աստված պարտավոր է իրանց պատասխանել։ Ես ու դու սիրելիս չենք կարա այնքան անենք, այնքան բան անենք Աստծո համար, որ մենք Աստծուց պահանջենք։ Մենք ինչքան էլ անենք, միևնույնն է, չենք կարողանա լրացնենք այն, ինչ որ Աստված արեց իմ ու քո համար։ Ու մինչև, գիտեք սիրելիներս, Աստված այնքան սուրբ է, ես ուզում եմ մի գաղտնիք բացեմ քեզ։ Աստված այնքան սուրբ է, որ Հիսուս Քրիստոսի կատարած զոհը ինքը հավիտենական էր։ Նույնիսկ երկնքում իմ ու քո համար Քրիստոսի արյունն է պետք լինելու, որ Աստծո ներկայության մեջ մտնենք։ Դու կարաս չհամաձայնվես իմ հետ, բայց դա ճշմարտություն է։ Նույնիսկ երկնքում Աստծո սրբության մեջ մտնելու համար Հիսուսի արյունը պետք է լինի, որովհետև Քրիստոս իր արյունով մտավ այնտեղ։ Նույնիսկ Հիսուսի արյունը հավիտենական այնտեղ իմ ու քո համար լինելու է։ Դրա համար այսօր տեսեք Հիսուսն ասում է իմ անունով երբ որ դուք խնդրեք, այսինքն դուք հասկանաք, որ իմ միջոցով դուք կարաք Աստծո ներկայության մեջ գաք, այդ ժամանակ կպատասխանվեք։ Դրա համար սիրելիս, եթե դու ուզում ես, որ քո աղոթքներդ պատասխանվեն, եթե դու ուզում ես, որ Աստված խոսի քո սրտի հետ, եթե դու ուզում ես, որ Աստված գործի քո միջոցով, գործի քո աղոթքների միջոցով, իմ ու քո աղոթքները զորավոր լինեն, պահի այս բաները։ Մնա Աստծո ներկայության մեջ, Աստծո խոսքը թող բնակվի քո մեջ։ Փնտրի Տիրոջ կամքը ու Տիրոջ կամքի համաձայն աղոթք արա։ Ձգտի պահես Աստծո պատվիրանը։ Պատվիրանը Աստծո հետևյալն է, հավատաս Հիսուսի անվանը, որ միայն նրանով է փրկությունը, մենակ այդ անունն է, որ Աստծո շարժում է, մենակ այդ անունով կարաս դու գաս։ Էսի գիտեք ինչի նման է սիրելիներս, որ քո համար դու քո կյանքում ունես ինչ-որ մի խնդիր, ու այդ խնդիրը մենակ մի հոգի կարա լուծի։ Ինչ-որ մի պաշտոնյայի մոտ կամ ինչ-որ մի անձնավորության հետ կապված դու հարց ունես, դու խնդիր ունես։ Բազում միջոցներ դու կարաս օգտագործես, բայց ոչ մեկ օգտակար չեն լինելու։ Կլինի միայն մեկ անձնավորություն, մեկ մարդ, մեկ անուն, որը որ այդ մարդու մոտ տաս, այդ մարդը քո հարցին ուշադրություն կդարձնի։ Նույն Աստծո մոտ է սիրելիներս։ Մենակ Հիսուս Քրիստոսի անվան զորությունով է, որ ես ու դու կարանք իր ներկայության մեջ լինենք։ Պահենք հավատք ունենանք Հիսուսի անվան վրա։ Նրա պատվիրանների մեջ գնանք ու նրան հաճելի բաներ անենք։ Ու այդ ժամանակ կտենաս, որ քո աղոթքները կպատասխանվեն, որովհետև իմ ու քո սրտի դիրքը կլինի Աստծո սրտի դիրքի համաձայն։ Գիտեք, Հիսուսը Եբրայեցիների մեջ ասում է, Հիսուսը պատասխանվում էր ոչ թե նրա համար, որ ինքը ավելի լավն էր, այլ որ ինքը պահում էր Աստծո պատվիրանները, այլ որ ինքը Աստծո կամքի համաձայն էր գնում։ Ինքը եկել էր, ինքը իր համար ոչ մի բան չէր անում։ Եթե նայեք Հիսուսը երբեք ինքը իր համար չխնդրեց։ Ամենահզոր աղոթքը Հիսուսի Հովհաննես 17-ում գրված ասում է, ես չեմ խնդրում իմ համար, այլ խնդրում եմ իմ հետ եղողների համար, որ նրանց պահես։ Տեսեք, Հիսուս ինքը գիտեր, որ ինքը խաչվելու է, իրան դավաճանելու են, ինքը նույնիսկ դրանց համար աղոթք էր անում։ Գիտեք, Պետրոսին Հիսուսը գիտեք ինչ ասեց։ Ասեց Պետրոս, ես գիտեմ, որ սատանան ձեզի վնասելու է։ Ասեց ես աղոթք եմ արել քո համար, երբ որ վերադառնաս եղբայրներիդ հաստատի։ Այս սիրտն է պետք։ Երբ որ ես ու դու Աստծո ներկայության մեջ ենք, մենք ունենք այդ սիրտը։ Մենք ունենք Աստծոն մխիթարող սիրտ։ Մեր աղոթքները Աստծոն մխիթարող են։ Մեր աղոթքները Աստծո սիրտը ուրախացնող են։ Տեսեք Աստված, տեսեք ստեղ խոսքն ասում է, խնդրեցեք ու կառնեք եւ ձեր ուրախությունը կատարյալ կլինի։
Հələ հիշի քո կյանքիդ մեջ այն պահերը, երբ որ դու աղոթք ես արել ու Տերը պատասխանել է։ Ներսումդ ինչ է եկել։ Ինչ ուրախություն է եկել, չէ՞։ Ոնց ես Աստծուն փառավորել, ոնց ես Աստծուն մեծարել, ոնց ես ուրախացել այն Աստծով ու քո ներսում եկել է ավելի համոզվածություն, չէ՞, ավելի հաստատություն, որ այն Աստված, որին դու պաշտում ես, այն Աստված, որի հետ դու քայլում ես, նա կենթանի Աստված է։ Նա կուռքերի նման չի։ Դրա համար ինձ ու քեզ սիրելիս պետք է հետևյալը մնանք նրա ներկայության մեջ, նրա խոսքը բնակվի մեր մեջ, փնտրենք նրա կամքին հաճելի բաներ անենք, ու այդ ժամանակ Տերը, ինչպես խոստացել է, մեր խնդրվածքը կպատասխանի, մեր փնտրտուքների մեջ մեզ կօգնի գտնել, մեր դեմ փակված բոլոր դռները, երբ որ թակում ենք, նա կբացի, որովհետև նա ամենակարող, զորավոր, սուրբ ու փառավոր Աստված է։ Տեր օրհնի, եկեք կանգնենք աղոթք անենք։